Այնուհետև Էրիկ Ալեքսանյան պատվարժան դատարան և եթե պարոն ասացում բան կոչվում շատ շնորհակալություն։ Պարոն Խեչմյան բարեցես։ Ինքս անձնապես ձեզ հիշում եմ հավաքներից։ Եկեք հարցս առաջին այսպես ձևակերպեմ։ Պարոն Խեչմյան, այդ օրվա իրադարձությունները իրենց մեջ 2023 թվականի սեպտեմբեր 22 արտառոց մի բան պարունակել են թե չի, դուք 20 տարվա ծառայության փորձ ունեք, այսինքն նույնիսկ կարող եմ այսպես ասել, վստահ եմ ձեր ծառայության ընթացքում եղել են դեպքեր, որոնք այսպես ձեր մեջ տպավորվել են, եղել են դեպքեր, որոնք ուղղակի ծառայության մաս են կազմել։ Այդ օրը մի բան արտառոց եղել է ձեր համար, թե ոչ։ Այսինքն արտառոց ինչ։ Տարբերվող, այսինքն որ ենթադրենք 20 տարվա ծառայության ընթացքում օրեր են եղել վստահ եմ, կամ նույնիսկ ամիսներ, տարիներ, որ եկնել եք ծառայության հետո տուն։ Այդ օրը մի բան կար տարբերվող։ Ամեն հավաք ամեն սենց ասեմ, ամեն հավաքների հետ կապված մի բան եղել է, բայց ինչ-որ դնեմ ես տարբերվող, ինչ-որ տարբերություններ չեմ դրել, որ ասեմ գիտեք ինչ կա այդ հավաքի հետ կապված մի հատ տարբերվող բան եղավ, որ ես դա մինչև հիմա հիշեմ ասեմ ես հավաքը կամ տարբերվում էր մի հավաքից կամ մի հավաքը մի հավաքից։ Տարբեր չեմ դրել ես նման տարբերություններ կասեի։ Դուք ծառայությանը վերաբերել եք որպես ծառայություն, եթե այսպես ասեմ։ Իսկ պարոն Խեչմյան, վստահ եմ դուք նաև լինելով թե սպա, թե նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեք կարող չհետևել իրադարձություններին։ 23 թվականի սեպտեմբերի 22-ի այդ հավաքը տվյալ ունեիք առհասարակ ինչի մասին էր։ Մենք բազմաթիվ հավաքներ ենք տեսել, այսինքն հավաք ա եղել սոցիալական բնույթի խնդիրներով, հավաք ա եղել այլ խնդիրներով։ Սեպտեմբերի 22-ի հավաքը դուք կհիշեք ինչի համար էին մարդիկ դուրս եկել։ Կարող է ծառայողների հետ եք քննարկել, հրանգավորման փուլում օրինակ ասում են այս պատճառով մարդիկ դուրս են եկել փողոց։ Կհիշեք թե չէ։ Ոչ, չեմ հիշում։ Հասկանում եմ ձեր հարցը, բայց իրոք չեմ հիշում։ Պարոն Խեչմյան, անկեղծորեն լսում եմ ձեզ։ Անկեղծորեն ես ձեր խոսքերին չեմ ուզում կասկածով վերաբերվել, բայց նաև ես գիտակցում եմ, որ իմ հայրենակիցը 20 տարվա ոստիկանության ծառայության փորձ ունեցողը միաժամանակ նաև չի կարա, այսպես ասած անտարբեր լինի, օրինակ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Ես դրանում համոզված եմ։ Կիսում եք, չէ՞ համոզմունքս, որ եթե Արցախում մի բան տեղի ունենալուց լիներ, դուք դրան անտարբեր չէիք լինի։ Գնահատման տեսանկյունից հիմա ինձ մոտ օրինակ ասեմ ինչ տպավորություն կա։ Երբ Կոչուբայևը հարցեր տալիս ու պարոն Խեչմյան ասում էր ես ոչ թե պահանջել եմ, խնդրել եմ, անկեղծ կարող սխալվել պարոն Խեչմյան։ Ինձ թվում էր դուք ասում եք, որ ես խնդրել եմ հենց նրա համար, որովհետև դուք գիտեիք թե մարդիկ ինչ հոգեվիճակում են այդ օրը եղել նաև փողոցում։ Այդտեղ իրականացված գործողությունները այնուհետև այսպես ասած մեղադրանքի շրջանակներ։ Եվս մենք անգամ հարցը կարճ ես տալու։ Պարոն Խեչմյան, հնարավորինս կարճ Պարոն Խեչմյան, դուք տեղյակ եք, որ այդ օրերին եկեք շատ կարճ եմ ձևակերպում, այդ օրերին Արցախում տեղի է ունենում էթնիկ զտում, այսինքն Արցախում մեր հայրենակիցների կյանքը, առողջությունը մեղմ ասած վտանգված էր։ Տեղյակ եք։ Տեղյակ էի նման բան կա, թե տեղյակ էի, որ հավաքը դրա հետ էր կապված։ Երկուսին էլ պատասխան եք։ Ո՞վ էր պայմանավորված։ Մյուսով պայմանավորված ձեր հարցը, որ ես ասի չեմ հիշում։ Բայց երկրորդ հարցը հետ կապված ինչ-որ որ տեղյակ էի նման բան, ես կասեի բոլորն էին տեղյակ։ Ես բայց այդ պատասխաննել ավելի Հիմա երկրորդ Չէ, ես ուղղակի ուզում եմ Բանումները հետո, ուղղակի հարցեր եք ուղղում Ես շնորհակալ եմ ձեր պատասխանի պարոն Խեչմյան։ Հիմա բայց հարցը հստակեցնեմ, այն որ հավաքնել այդ իրադարձություններին, այսպես ասած, պրոտեստի արտահայտումներ, տեղյակ եք, թե ոչ։ Ոչ, գիտեք ինչի համար, որովհետև շատ ժամանակ հավաքներ են գնացել, հավաքներ են եղել, որ գնացել են
Օրինակ 30 հոգի մարդ են եղել 40 տարբեր բան են ասել, ընդհանուր չենք հասկացել ինչ են ուզում։ Դրա համար չեմ հիշում իրոք։ Պարոն Փեչյան, եկեք հետևյալ հարցը տամ։ Ձեր 20 տարվա ծառայության փորձի ընթացքում ոստիկանության ծառայողի նկատմամբ երբ բռնություն էր լինում, օրինակ էլի տենց դեպք եք լսում, դատապավորվող դեպք էր, չէ, այսինքն այնպես չի, որ ամեն օր ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն անում։ Ինչ տեսակ բռնություն։ Թեկուս ամենավազը։ Ընդհանրապես բռնության մասին Ոչ թե քաշքշուկ, եկեք ես էլ հստակեցնեմ։ Քաշքշուկ է, որտեղ ես այսպես ասեմ, պարոն Փեչյան, կարող է օրինակ իմ ու ձեր ինչև էլ պես քաշքշուկ եղած լինի հավաքներից մեկի ժամանակ։ Այդ դրա մասին չեմ ասում։ Այսինքն իրական բռնություն։ Որ ոստիկանին հարվածել են, ոստիկանը տուժել է, դասական իմաստով սենց դեպքեր է, տպավորվում են, չէ՞ ձեր մեջ։ Դուք քանի տարի եք ճանաչում Հրաչիկին Խաչատրյան։ Քանի տարի։ Շատ, բայց 10 տարուց ավել։ Հրաչիկին ճանաչում եմ, կասեմ 10 տարի, բայց ես Հրաչիկին ճանաչել եմ որպես ոստիկանության իմ հետ տարբեր ուրիշ ստորաբաժանում ծառայելու ընթացքում։ Ես որ շարքային եմ, ինքը շարքային եմ, տենց, այդ ձև ճանաչել եմ։ Գիտեք, ճանաչել ուրիշ բան, բայց ընկերություն անել եմ, սենց ճանաչել եմ, 10 տարուց ավել եմ ճանաչել, ես չեմ էլ զղջում, որ չեմ ճանաչել։ 10 տարուց ավել ճանաչել եմ։ Ես երևի ավելի շուտ եմ ծառայել, քան ինքը մոտավորապես տենց, բայց ճանաչել եմ։ Շարքային մեր ժամանակից ճանաչել եմ։ Պարոն Փեչյան, սենց հարցը ձևակերպեմ, այդ ձեր ճանաչելու շրջանակներում Հրաչիկը Խաչատրյան հիմա օրինակ սենց անձեն աչքով են, էլի, հիմա օրինակ Վարդան Հովհաննիսյան եւ Հրաչիկը Խաչատրյան, երկու ձեր նախկին ծառայակից գործընկերներ են։ Մեկը մի մարմնի կազմվածքում, մեկը այլ։ Հիմա այդ դրա շրջանակներում է, օրինակ Հրաչիկը Խաչատրյան, որ լսեք մի գործով ուժող է, օրինակ ոնց կպատկերացնեք։ Պատմական բակալավրում եմ հարցինեմ վերաբերյալությունը սում քրեական գործին բացակայել։ Արարությունը ընդունում է։ Այո։ Հարց։ Շատ լավ, հարցս մի քիչ ուրիշ ձևակերպեմ։ Պարոն Փեչյան, դուք եք իմացել, որ Հրաչիկը Խաչատրյանը տուժող է։ Այսինքն տեղեկացել եք, որ տուժող է։ Տուժող ես գործով եք, ես գործել։ Հա, այս գործը, որ տուժող է։ Ահ, տեղեկացել եք այդ մասին։ Ընդհանրապես իմացել եք, որ Հրաչիկը Խաչատրյանը տուժող է։ Իմացել եմ, հա։ Որտեղից եք իմացել եւ երբ եք իմացել։ Դուք մի բան հիշեք, ասեք։ Ա չէ։ Չէ, հենց։ Գիտեք եմ, որ ուզում եմ։ Ուղղակի դիմակից երևում է, որ հիշեք։ Հա, որպես տուժող, հա, բայց են հստակ ասեմ, այս անձնավորությունն ասել կամ են չեմ հիշում։ Բայց եկեք պարոն Փեչյան, սենց ասեմ, երբ դուք իմանում եք Հրաչիկը Խաչատրյանը 10 տարվա չափ ճանաչում եք։ Այդ կներեք, այդ մարդկային բանով էլ կարակ, նայեք սա, հատուկ ոստիկանության ծառայության իմաստով չեմ հարցնում, որ իմանում եք տուժող է, այսինքն տուժել է, դա արտառոց դեպք չի, այսինքն որ Չի համար, արտառոց ինչի համար, ինչ եք ուզում ասել։ որ դե ձեր ծառայակիցն է, ում օրինակ ծեծել են, բռնության են երիշակել։ Ծառայակից ընկերներ եմ ունեցել, որ տուժել են, իրոք անկեղծ, բայց դրանով Հրաչիկը չլեր, Հակոբը լեր կամ Արտուրը լեր, դա նենց բանա, որ ինչի արտառոց։ Ես կասեի արտառոց բան չկա դրանում։ Ես էլ եմ շատ տենց բան տեսել, բայց դրանում արտառոց ոչ։ Դուք ինքներդ տուժող եղել եք որևէ քրեական բարույթով։ Քրեական բարույթով չեմ եղել տուժող, բայց եղել եմ, հա։ Այսինքն չեմ տեսել, ով այնց հարված է, որ ասեի տվյալ անձը հարվածել է, որ որպես տուժող ներգրավացել էի տվյալ դատական նիստին, բայց եղել է, հա, ողերս են ջարդից են սովեց շատ։
Տարեթիվը կասեք։ Չեմ հիշում։ Որ իմացել եք Հրաչիկը Խաչատրյան տուժողը, իմացել եք օրինակ ինչից է տուժել։ Այդ նայ, մենք ֆիքսեցինք, որ դուք տենց չեք Հարցը ուղղեցինք մեկ վայրկյան։ Հա, հստակ։ Ով պատասխանի, հետո հաջորդի եթե չի բավարար։ Ինչից է դուժել։ Տեղեկացել եք երբ է դուժել, ինչից է դուժել։ թվականի սեպտեմբերի 22-ին հաջորդող ժամանակահատվածում դուք միասին ծառայության վայրերում եղել եք, չէ՞։ Ու այդ ընթացքում երբեք չի եղել իրավիճակ, որ օրինակ Հրաչիկը Խաչատրյան ասի դե տուժել եմ, այսինքն օրինակ ձեր մոտ այս խոսակցությունը ընդհանրապես չի, որ դե տուժող եմ, ինձ բռնության են ենթարկել, գնացի կատաբժշկի մոտ, առարկում եմ հարցի դեմ, ինչի համար, որովհետև տեսեք, պաշտպանը հարց տվեց, ժամանակահատվածը տեղյակ եք եղել և երբ պատասխանեց, որ ոչ, տեղյակ չի։ Հիմա քանի անգամ հարցնեք, ես ժամանակ եկել եմ խոսակցություն, թե ոչ, այդ հարցին արդեն պատասխանել է։ Այսինքն հարցը վերաձևակերպել։ Օրինակ դուք լսել եք ձեր ծառայեկից ընկերներից, հատուկ Հրաչիկին Խաչատրյան չեմ այլ ծառայեկից ընկերներից այդ օրվա մասին։ Որ տուժել է։ Հա։ Ես չեմ լսել։ Ես ոչ։ Դուք չեք լսել։ Այսինքն օրինակ որ Լևոնը Քոչարյան բռնության է ենթարկել Հրաչիկին Խաչատրյան, այնտեղ նստած Հրաչիկին Խաչատրյան, տենց բան չեք լսել։ Ոչ։ Հրաչիկից էլ չեք լսել, սա ոչ։ Ոչ։ Պարոն Խեչյան, փորձեք մի հատ էլ հետ գնալ այդ օրը։ Ես վստահ եմ էլի ձեր ծառայության փորձից ելնելով, դուք ասեցիք երկու անգամ ձեր հիշելով իհարկե, երկու անգամ հնչել է այսպես կոչված օրինական պահանջ։ Տեքստը բառացի, որը հնչեցվել է, ենթադրաբար ասեցիք, որ չեք հիշում։ Իսկ օրինակ կհիշեք այնտեղ ողջամիտ ժամկետ եւ այլ, տենց բաներ էլ թե չէ։ Էլի մեր փորձից էլ ելնելով համատեղ պարոն Խեչյան, ես շատ լավ հիշում եմ, որ ողջամիտ ժամկետ են տալիս։ Միշտ տալիս են, այո։ Այդ օրը հիշում եք եղել է, թե չի եղել։ Թե կարող է այդ օրը այդ կտորը չեք էլ լսել կամ չի եղել։ Ողջամիտ ժամկետը կապված։ Չեք հիշում։ Ես նայեցի, պարոն Խեչյան, դուք առաջին անգամ քննչական մարմին Բարուշ Սևակի փողոց հասցել, գնացել եք 2023 թվականի նոյեմբերի 13-ին։ Նոյեմբերի 13-ը դա երկուշաբթի օր։ Կարծում եմ բոլոր աշխատանքի մեջ գտնվող մարդիկ կհաստատեն երկուշաբթին միշտ ծանր է։ Դուք ո՞նց եք գնացել քննչական, այսինքն մեխանիզմը ո՞նց է եղել։ Այսինքն դուք երկուշաբթի հարցի դեմ հարցը չի ավարտել։ Հարցը մինչև չնչեցրեք հետո։ Շնորհակալություն։ Դուք հոստային ծանոթություն ստացած եք եղել առաջինը։ Բանավոր են ձեզ ասել, թե ոչ, եւ երրորդը, ամենակարևորը, դուք կարեք մեկնեիք երկուշաբթի օրը ժամը 11:00-ին ձեր ծառայության վայրից այլտեղ, թեկուզ քննչական, առանց ձեր վերադասի թույլտվության։ Առարկում եմ հարցի դեմ, պատասխանատու հարցադրումներով հարցադրումը իրականացվել է Կոչուբաևի կողմից, նույնիսկ ծանոթագիրը հանեց, ասեց ես դատարանին է, ասեց դատարանին չի հարցը վերաբերվում, քննիչին է վերաբերվում, հարցերտավեց, ասեց զեկուցել եք ձեր վերադասին, այդ հարցը պատասխանատու զեկուցել եք վերադասին, թե ոչ հարցը Կոչուբաևը թող ինքը հաստատի, եթե ես իր ասածը այլ կերպ ներկայացնեմ, վերաբերում են հարցաքննությունից հետո։ Հարցաքննությունից հետո զեկուցել եք վերադասին, թե ոչ, պատասխանեց Խեչյանը ոչ։ Այսինքն գործի հետ կապված արդյունքի մասով քննարկում չի ունեցել։ Իմ հարցը հետևյալին է վերաբերում։ Կարա արդյոք ոստիկանության կապիտանի սպայական աստիճան ունեցող անձը գնա Բարուշ Սևակի փողոց, երբ իր ծառայության վայրը հիմնական հանրապետության հրապարակն է եղել, առանց վերադասի թույլտվության։ Կարա թե չէ։